Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ծանոթացել եմ ազգային ժողովի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից տված եզրակացությանը, որ իմ համար շատ մտահոգիչ է, անկեղծ ասած, ուստի ես ամբողջությամբ կիսում եմ հանձնաժողովի տված եզրակացության մասով, որպեսզի այս օրենքի նախագիծը վերանայվի, եթե պետք է նաև լրացումներ արվի, ու նաև պարոն Սարգսյան, դուք ձեր ելույթում նշեցիք, որ հստակ ես անկեղծացած չլսեցի եզրակացության մասին կառավարության կողմից տված, բայց դուք ասացիք, որ որոշ կետերի հետ համաձայն չեն։ Միգուցե այդ որոշ կետերը, որոնց կառավարությունը համաձայն չի, մենք այդ կետերը հանենք ու նորից այս հարցը բարձրաձայնենք ու քննարկենք, եթե իհարկե դուք համաձայն եք, եթե ոչ, այս վիճակով ու այս տված եզրակացության հիման վրա ես բան չունեմ ասելու։ Ես ասեցի, այսինքն ես կարծիք ասեմ դեմ եմ։ Հարցեր հարակիզեկուցողին։ Ակ Սարգսյան խնդրում։ Պարոն Մերաբյան, ես հիմա առաջարկում եմ բազմաթիվ կետեր նախագծի մեջ, 1-2-ին կցանկանամ անդրադառնամ, որ հասկանամ ինչու եք դեմ։ Օրինակ ես ասում եմ քաղաքացիությունից հրաժարվում եմ մեր ժամկետային զինծառայողների թվի 30%-ի չափով տղաներ, մինչև 18 տարի լռանալու ու արդյունքում չեն ծառայում ու կորցնում ենք մենք լուրջ ռեսուրս։ Հիմա ասում եմ սահմանենք մեծ գումար 15 միլիոն, որպեսզի այս մարդիկ կամ չգնան այդ քայլին, այսինքն չհրաժարվեն քաղաքացիությունից հետագայում կամ բանակ ծառայեն, կամ եթե այդ գումարը կտան, այդ գումարը տանք ծառայողներին։ Սրա ինչն եք դեմ, նախ այս հարցին պատասխանեք եւ երկրորդ։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցն եմ տալիս։ Հիմա ես ասում եմ, եկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը խրախուսենք։ Այսինքն այսօր գործող քաղաքը ոնց է, ես հարցում եմ անում, ասում եմ, քանի արաքասերի քաղաքացի ունենք, ով միջև 27 տարի լռնել, այսինքն զորակոչի տարիքում գալիս է դառնում է քաղաքացի ու գնում է ծառայության, թիվ չունի պաշտպանության նախարարություն, 0 է։ Այսինքն մեր Վրաստանում ծնված հայերը, Աֆրիկայում, Մոսկվայում ծնված, Ամերիկայում, Եվրոպայում միջև 27 լռանալը չեն դառնում քաղաքացի, որպեսզի չծառայեն, պարզ բան է։ Եթե ազատման հիմք չունեն, այսինքն եթե ուրիշ պետությունում չեն ծառայել 10 ամիս եւ ավելի, եթե երկու երեխա չունեն կամ առողջական խնդիր չունեն, չեն դառնում։ Հիմա ասում եմ եկեք իրանց համար սահմանենք նույն պայմանները, ինչ ունեն 27 տարի լռնալուց հետո։ Այսինքն իրենց տանք արտոնյալ պայմաններ, ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Այս հավաքագրված գումարներ տալ ծառայող զինծառայողներին։ Սրա կխնդրեմ նշեք ինչն եք դեմ եւ երրորդ այս ամբողջ համակարգով հավաքագրված գումարը, որը կգա, որը արդեն հավաքագրվել է կարճաժամկետ ծառայության կամ չծառայելու դիմաց, որը մենք ընդունել ենք 24 թվականից 2 միլիարդից ավել գումարը հավաքագրվել։ Հիմա ասում եմ եկեք այս գումարը ուղենք ծառայող զինվորներին, ինչպես անում են մի շարք զարգացած երկրներում։ Հաճախ բերում ենք Իսրայելի փորձը, որը այնտեղ մարդիկ հաճույքով գնում են ծառայության։ Ինչու՞։ Որովհետև ժամկետային զինծառայողները ստանում են $500-ից $1000 աշխատավարձ։ Մենք տալիս ենք 3600 դրամ դրամական ապահովում։ Այսինքն ես ռեսուրս եմ լրացուցիչ ասում, որը գեներացվել է ու որը նախատեսված չի եղել պետական մուտքերով։ Այսինքն չեմ ասում եկեք ամեն մեկին 1.5 միլիոն տանք, որ ֆինանսների նախարարությունից ինձ գանասեն, բայց դա որտեղից պիտի կտրենք այդ քո ասած միլիարդները։ Ես ասում եմ հստակ մեխանիզմով այդ գումարը եկել է, գոյացել է բյուջեում արտասահմանից այլ միջոցներով։ Հիմա այդ գումարը եկեք տանք ծառայողներին։ Սա ինչին եք դեմ, մտ խնդրեմ ասեք։ Խնդրեմ 3 հարց, 3 պատասխան։ Տեսեք, ես միջև հարցերին անցնելը ես sense մի հատ բան ասեմ, տեսեք, պարոն Սարգսյան, այն ինչ որ դուք ասում եք, ինչ որ մտահոգիչ թվերի մասին եք խոսում, բայց հարցս հետեւյալն է, տեսեք, կա պաշտպանության նախարարություն եւ դուք, որ պետք է իրար հետ սերտ համագործակցեիք ու գայիք ընդհանուր հայտարարի ու կարողանայիք այս բոլոր խնդիրները, այսինքն մենք ես լսել եմ ձեր կարծիքը, բայց նաեւ կարդացել եմ այս եզրակացությունը, որ իմ համար շատ մտահոգիչ է։ Ինչու՞ չեք եկել ընդհանուր հայտարարի, միգուցե պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, պարոն Սարգսյանը ինքն էլ ելույթ կունենա, ասի բոլոր խնդրահարույց կետերի մասին եւ մեր հանրությունն էլ կհասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Ինչ վերաբերվում է, տեսեք, արգելել
քաղաքացի, այսինքն վճարովի դարձնել քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որ դու բան, ես անկեղծ ասած դրան դեմ եմ, չգիտեմ, դա իմ կարծիքն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պետքա լինի մեր համար հպարտություն, հա, այլ ոչ թե ինչ որ գումարով վաճառելու կամ ինչ որ մի բան ու մարդն է որոշում վերջը ինքը իր քաղաքացիությունի ուզում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինի թե ոչ ու դա դնել ինչ որ գումար դնել դրա վրա ասել գիտեք ինչ կայք եկեք այդ գումարը բարձրացնենք եթե մարդիկ այդ գումարն էլ կճարեն կգնան այդ քայլերը կդիմեն այսինքն եթե հարցը գնում է նրան որ մենք գումարը բարձրացնում ենք զուտ բանի համար որ մարդիկ իրենց քաղաքացիությունից եկեք ընդհանրապես թույլ չտանք այսինքն թե Հայաստանի Հանրապետությունում ծնվել ես ուրեմն դու պետք է միշտ լինես Հայաստանի Հանրապետության քաղաքացի արգել ենք ընդհանրապես այլ ոչ թե չգիտեմ այդ գումարը բարձրացնելով սարքենք ինչ որ խոչընդոտ որպեսզի այդ մարդիկ չկարողանան այդ գումարն էլ իրանք վճարեն ինչ վերաբերվում է այս երկու հարցերին անկեղծ ասած 27 տարեկանների հետ կապված ես այս մասով անկեղծ ասած տարբեր կարծիքներ ունեմ հարցը հետևյալն է թե եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես դու պետքա ծառայես իմ կարծիքով ու հա դե 25 տարեկանից հետո 27-ից հետո լրացած կամ չլրացած մի քիչ չգիտեմ ես այս հարցին մի քիչ դժվարանում եմ պատասխանեմ չեմ կարող պատասխանել դե իմ համար շատ տարբեր в общем կարծիքներ ունեմ չեմ կարող ասել գումարի հետ կապված մենք այս սրա մասին խոսացել ենք այն սկզբանը որ դուք ասում եք որ դառնա վճարովի եւ այդ գումարը գա բանակին, այսինքն զինվորականներին ծառայության, ես անկեղծ ասած այս հարցի պատասխանը նաև ուզում եմ որ պարոն Սարգսյանն էլ տա, հա, այդ միտքի հետ կապված, այն ձեր շրջանակներում, որ մենք օրինակ 27 տարեկանից հետո այն բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ուզում ծառայեն, գալիս են վճարում են այդ գումարը, այդ գումարների շրջանակներում ես եթե հնարավոր է ես ձեզանից կուզենայի եկել լսել այդ օրենքի սահմաններում մենք մոտավորապես ինչ գումարի մուտք ենք ունեցել, հա 27-ից բարձր, օրինակ այդ գումարի սահմաններում, այ ինչու՞ չէ, թող այդ գումարի սահմաններում պաշտպանության նախարարությունը կարողանա բանակի մեր զինվորականների աշխատավարձը բարձրացնել։ Չէ, դուք չեք կարողանում։ Հարց եք տա։ Որպես հարցը տվել եք, հարցի պատասխանը ստացել եք։ Հարց տվող արձագանքում է։ Ուզում եք արձագանքեք նա դել ելույթ։ Պարոն Քոչարյան, Խնդրեմ։ Կարևորագույն Խնդրեմ, խոսեք։ Առանց այդ մի Արդեն մի անգամ դուք մերժել եք ձեր վերածը, հիմա էլ ուզում եք որ մերժե։ Դուք էլ մեր հետ միասին։ Դուք։ Ես դրանք անդրադառնում առանձին։ Անդրադարձու։ Ու ընդհանրապես ինչա տեղի ունեցել, պիտի բոլորը դրա մասին հստակ իմանան։ Պարոն Մերաբյան, հիմա որ ասում եք պիտի բոլորը ծառայեն։ Ասում եք 27-ից հետո պիտի ծառայեն քաղաքացիություն ստացումները։ Դուք գիտեք, որ այդ կարգավորումը ես եմ մտցրել։ Չէ, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Տարիները ո՞նց ա եղել Հայաստանում։ Մարդիկ սպասել են 27-ը լրանա, 27-ից հետո եկե դարել են քաղաքացի, ոչ ծառայել, ոչ գումար են վճարել։ Որովհետև Հայաստանում զինվորական ծառայության տարիք եղել է 18-ից 27-ը։ Այսինքն իմ կուրս ընկերները, ովքեր որ դրսից են եղել Հայաստանի քաղաքացի չեն եղել, սպասել են դարել են 27, դարել են Հայաստանի քաղաքացի, ոչ ծառայել են, ոչ գումար են տվել։ Արդար էր դա։ Արդար չէր։ Ես ինչ եմ առաջարկել։ Ասել եմ, եթե դու կգաս 27-ից հետո կդառնաս քաղաքացի, միևնույնն է պիտի ծառայես կամ վճարես։ Որովհետև դու չպիտի արտոնյալ լինես, ինչա սպասել ես 27-ը լրանա։ Ու այն 18 տարեկանով որ գնում են ծառայում են ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, դու ունես նույն իրավունքները, պարտավորություններն է քո վրա պիտի տարածվի։ Ու սրա արդյունքում մենք ունեցել ենք թե ավել զինծառայողներ, թե 160 միլիոնից ավել հավաքագրված գումար։ Այսինքն դա իմ առաջարկն է եղել, որ պիտի բոլորը ծառայեն, ես եմ ասել։ Հիմա նույնը ասում եմ, մարդ այսօր որ 24-25-ա, 20-ա, ուզում է դառնա քաղաքացի, այսօր իրան այդ հնարավորությունը տանք, ավել գումարը վեկալենք, իրան է բերենք պայստազորում գրանցենք, հավելյալ համ պայստազորային ունենենք համ գումարն է տանք ծառայողին։ Եթե չտանք այդ հնարավորությունը, նա չի գալու մինչև 27, իսկ մինչև 27-ը հնարավոր է երկու երեխա ունենա, արդեն ազատման հիմք ունենա։
կամ առողջական խնդիր ձեռք բերի։ Այսինքն, եթե այսօր մենք այդ հնարավորությունը չտանք, մենք ռեսուրս ենք կորցնում։ Հաշվի առնելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, հազարավոր, եթե չասեմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր Ուկրաինայի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ուզում են գանց թե դառնան քաղաքացի, չեն գալիս, որովհետև ծառայության պարտադիր պայման կա։ Եթե մենք այս պատոհանը բացում ենք, հնարավոր է 1000-ից ավել քաղաքացիներ կան դառնան քաղաքացի, այդ գումարը տանք այսօրվա ծառայող այդ ռայոնի տղեկին, ովքեր բանակի 90%-ն են կազմում ու իրաց սոցիալական բեռը մեղմ ենք, որ երեխեն այսօր բանակից զորացրվում է, ծնողները ոչ թե գնան 20,000 դրամ պարտքով փող վեկալեն, որ իրանց երեխուն դիմավորեն, այլ այդ երեխեն իմանա, որ երեխա չի արդեն հասուն տղայա, կյանք մտնելուց ինքը միլիոն, միլիոն ու կես, 2 միլիոն, 3 միլիոն գումար է ունենալու, գնալու է ոչ թե բանվորություն անի զորացրվելու հաջորդ օրվանից, այլ կարողանալու է գնա կրթություն ստանա ու իր կյանքը ճիշտ կազմակերպի, որովհետև ինքը իր հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը, վտանգել է իր կյանքը ու ժամանակը տվել։